playing that basketball. We paying that a lot. I'm in this get to the chicken whip it, then I flip it and trap it off. I gotta get to the dollar on the haters and back, come on. Smoking on gas a lot. Ready to whack, come on. Whack, come on. Whack, come on. Clap, 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 come on. Robots transform. Open up the door, it's real. With the non-stop, pop, stay still. Աթիվի եթերում երազանքի բեմ նախագիծն է մեծ սիրով ուրախությամբ դրական էներգիայով լցված ես եկել եմ որպեսի ազդարարեմ մենք կիսա եզրափակչում ենք Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։ Իջևանի գինու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ Մոտենում ենք այն պահին, երբ լավագույնները մի քայլ են հեռու մեծ եզրափակչից։ Մասնակիցները երկար ճանապարհ են անցել, հաղթահարելով ստրեսը, քննադատությունը, բեմի լարվածությունն ու իրենց սեփական սահմանները։ Այսօր նրանցից սպասում ենք առավելագույնը՝ անկեղծություն, մասնագիտական աճ եւ բեմական ուժ։ Մեծ սիրով ուզում եմ ներկայացնել մեր պրոֆեսիոնալ ժյուրիին։ Սիրված երգչուհի, ով իր յուրահատուկ վոկալով ու զգացմունքային կատարումներով աչքի ընկնող իրապես արտիստ է։ Նրա խորքային պրոֆեսիոնալ դիտարկումները միշտ նպաստում են մասնակիցների աճին։ Ինգա Արշակյան։ Անկեղծ երգչուհի, ուժեղ ձայն ու երաժշտական մտածողություն։ Այո, նա ոլորտի յուրահատուկներից է։ Նրա գնահատականները հստակ են անկեղծ ու կառուցողական։ Հասմիկ Կարապետյան։ Սիրված դերասանուհի, ում բեմական զգացողությունն ու արտիստիզմը թույլ են տալիս տեսնել յուրաքանչյուր ելույթի ներքին պատմությունը, կերպարային, զգացմունքային եւ բեմադրական տեսանկյունից։ Վաստակաշատ արտիստուհի Մարգարիտ Խաչատրյան։ Կոմպոզիտոր, ում երաժշտական լեզուն վաղուց դարձել է մեր մշակույթի առանձնահատուկ նշանը։ Նրա փորձը եւ երաժշտական ճաշակը մեծ արժեք են բերում այս նախագծին։ Շնորհակալ ենք, որ մեզ հետ եք։ Մայստրո Արա Գևորգյան։ Այսօր երազանքի բեմ նախագծի կիսա եզրափակիչ փուլն է, իսկ դա նշանակում է, որ տոն է բոլորիս համար։ Դուք այսօր կլսեք ոչ միայն մեր 4 մասնակիցներին, ովքեր հասել են կիսա եզրափակիչ, այլ նաև կունենանք անակնկալ ելույթներ։ Ձեզ համար ելույթ կունենան այն մասնակիցները, ովքեր ավելի վաղ են լքել նախագիծը, բայց չեն դադարել մնալ երազանքի բեմ նախագծի ընտանիքի մասնիկ, ու այսօր նրանք դա կապացուցեն ևս մեկ անգամ։ Մեկնարկում ենք հրաշալի եռյակով Էդիկ Մնացյան, Շիրակի մարզ Գյումրի, Էլեն Մխիթարյան, Մայրաքաղաք Երևան, Մարիա Թովմասյան, Ստեփանակերտ։ Իմ գլուխը կարծես պտտվեց, բայց նրանք ավելի լավ կբացատրեն այդ զգացողության մասին։ Գնացինք։
так особенно. Так особенно сегодня ребята говорят, а я не вижу их. Так особенно сегодня люди шалят и говорят, а я не вижу их. Так особенно сегодня звезды горят и говорят, я не вижу их. Ведь занят мой взгляд, эндорфины пошли, фантазия пошли. Я что ли чувствую мир залить, что глаза мозолью. Эндорфины пошли, фантазия пошли. Я что ли золотом летаю, что глаза мозолью. Вокруг тебя весь мир кружит, вокруг тебя весь мир кружит, вокруг тебя весь мир кружит, кружит. Как же кружит голова, аду, паду, голова, аду, паду, кружит голова, аду, паду, голову дай, дай, голову кружит, голову кружит. Так особенно сегодня чувства кипят и говорят, я не вижу их. Так особенно сегодня люди шалят и говорят, я не вижу их. Так особенно сегодня звезды горят и говорят, я не вижу их. Занят мой взгляд, эндорфины пошли, фантазии пошли. Я не чувствую мир вдали, что глаза мозолью. Эндорфины пошли, фантазии пошли. Что их золотом лит, что глаза мозолью. Вокруг тебя весь мир кружит, вокруг тебя весь мир кружит, вокруг тебя весь мир кружит, кружит. Как же кружит голова, аду, паду, голову, аду, паду, кружит голова, аду, паду, голову дай, дай мне, голову кружит, голову кружит. Ты так особенный, вокруг тебя весь мир, по тебе с ума. Ты так особенный, вокруг тебя весь мир. Вокруг тебя весь мир, 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 вокруг тебя весь мир кружит, кружит голову, аду, паду, голову, аду, паду, кружит голову, аду, паду, голову дай мне. Էդիկ Մնացյան, Շիրակի Մարս, Մարիա Թովմասյան, Ստեփանակերտ, Էլեն Մխիթարյան, Մայրաքաղաքի Երևան։ Երազանքի բեմի գույները, ինչ էձիկ ջան, Գյումրվա բարբարով ռուսերենը շատ հետաքրքիր էր, Տագասոբինը, ты даже не представляешь։ Դե սա հատուկ կատարում էր որպես նվեր, բայց եկեք լսենք ժյուրի կարծիքը ամեն դեպքում։ Տեսնենք կարոտել էին ձեզ Մարգարիտ Խաչատրյան։ Էներգետիկ հեղափոխություն արեցին այստեղ, որովհետև կարոտել ենք ու այս սա այն վառ ապացույցն է, որ դուք միշտ մեզ հետ եք եւ փայլելու եք միշտ բեմին։ Շնորհակալ եմ, որ այսօր մեզ Շնորհակալություն։ Հարա Գևորգյան, որ ասում էր Անահիտը միշտ կլինեք մեզ հետ, սա բառ ապացույցն է։ Դուք դուրս չեք մնացել, դուք մեզ հետ եք միշտ ու ապրեք երեխեք, որ էլի աշխատում եք ու կամած էլի քայլելով գնում ենք առաջ։ Բոլորս են գնում առաջ։ Ապրեք։ Շնորհակալություն։ Հասմիկ Կարապետյան, Շատ դրական էներգետիկա կար ձեր կատարման մեջ։ Գիտեք ինչն է հետաքրքիր, որ ակնհայտ զգացվում է, որ դուք շատ եք սիրում բեմը եւ հավատում եք ձեր երազանքին։ Դա ես տեսա դες կանաչ ճանապարհ երեխեք ջան։ Շնորհակալություն։ շնորհակալություն Ինգա Արշակյան, Գլխապտույտ առաջացնող ելույթ էր, հրաշալի էր ապրեք, հազվադեպ է լինում, երբ արտիստը բեմի վրա հաճույք է ստանում։ Իսկ եթե դուք հաճույք եք ստանում, մենք այս տանում ենք կրկնապատիկ։ Էնպես որ ապրեք, հրաշալի էիք դուք։ շնորհակալություն որ եկաք եւ այսօր եղաք ձեր ընկերների կողքին գլխապտույտ ելույթ էր ապրեք երեխեք հասեք ընկերներին։
Աթիվի եթերում շարունակվում է երազանքի բեմ նախագծի կիսա եզրափակիչ փուլը։ Նախորդ շաբաթ, երբ մեր նախագիծը լքեց Մարգարիտա Օհանյանը, ես խոստացա հաջորդ շաբաթ կիսա եզրափակչում դու կունենաս քո անհատական կատարումը։ Եվ այսպես դիմավորեք Վայոց ձորի մարզ գյուղ-խաչիկ Մարգարիտա Օհանյան։ Trembling hands, nothing seems real anymore, and it's belief. Here I stand, nothing will ever be. Մարգարիտա Օհանյան, Վայոց ձորի մարզ գյուղ-խաչիկ, մագա ոնց ես։ Շատ լավ։ Դե սա իր ոճն է եւ այս ժանրում ինքը պարզապես փայլում է։ Միայն կավելացնեմ, որ եթե աթոռի վրա նստած չլիներ, ինքը ավելի էր, էլի մեկա չի դիմանում։ Այսօր մեջը այնքան հանդարտություն, ինքնավստահություն կար, որի համար շնորհակալ եմ քեզ։ Կեցես։ Շնորհակալ եմ։ Կարոտել էի։ Մարգարիտա ջան, մի հարց։ Խաչիկ գյուղում բոլորն են այս տեսակ երաժշտություն լսում։ Ոչ։ Այն ընտրյալները։ Այդ իսկ պատճառով շատ անսպասելի է, եւ շատ զարմանահրաշ։ Դու գանձ ես, դու գտածո ես։ Բրավո, ապրես, քեզ կանաչ ճանապարհ։ Շնորհակալ եմ շատ։ Ասեմ, որ դու շատ մեծ պոտենցիալ ունես եւ շատ ուժեղ էներգետիկա ունես։ Ես վստահ եմ, որ տարիներ հետո դու շատ մեծ բարձունքներ ես հասնելու։ Բրավո։ Շնորհակալ եմ շատ։ Շարունակում եմ մեր նախագծի տոնական ոչ մրցութային հատվածը եւ ձեզ եկել եմ ողջունելու Արևի մարդիկ Մարս Լորի, Վիկա Ավետիքյան եւ Մարս Արմավիր Սլավա Գալստյան։ Իսկական արևներ բեմում, քույր ու եղբայր։ Բացվում է նոր մի օր
ընկերներիս բոլոր Ես ուղարկում եմ արևոտ իմ երկնոր Որ միասին լսենք հրաշքների սպասենք Ու աշխարհի երկով իմ բարի օր ասենք Ինձ միացիր Սիրտդ բացիր Արևի մարդիկ ուրախ ու երջանիկ Մեր հոգիների մեջ արև կամ վերջ Արևի մարդիկ ժպտամ ես ու երկիր Մանկությամբ էջեն ձերքերով մեզ գրգիր People of the sun, we're always having fun Let's believe in miracles, say everyone Happy land of sun, your song is number one Let us sing this from heart and from everyone Մանուկներին բարի, ասում են երանի Ով աչքերում երկու բայց առարես Երջանկության համար ստեղծել ենք մի աշխարհ Ու մեր կյանքին, իսկ կյանքը մեր ժպտում Ինձ միացիր, սիրտդ բացիր Արևի մարդիկ, ուրախ ու երջանիկ Մեր հոգիների մեջ արև կամ վերջ Արևի երկիր, ժպտամ ես ու երկիր Մանկությամբ էջեն ձերքերով մեզ գրգիր People of the sun, we're always having fun Let's believe in miracles, say everyone Happy land of sun, your song is number one Let us sing this from heart and from everyone People of the sun, we're always having fun Let's believe in miracles, say everyone Happy land of sun, your song is number one Let us sing it from heart and from everyone Արևի մարդիկ, ուրախ ու երջանիկ Մեր հոգիների մեջ արև կամ վերջ Արևի երկիր, ժպտամ ես ու երկիր Մանկությամբ էջեն ձերքերով մեզ գրգիր Սլավագաստյան, ամենակրտսեր մասնակիցը երազանքի բեմի, Արմավիր, Վիկա Ավետիքյան, ամենալորեցի մասնակիցը երազանքի բեմի, Քաղաք Վանաձոր, Մարգարիտ Խաչատրյան, Սլավո, շատ լավն ես, կարոտել եմ քեզ նույնպես սիրելիս ու շնորհակալություն ձեզ, որ այս հաճույքը այսօր մեզ պարգևեցիք։ շնորհակալություն, Պարոն Գևորգյան, Ընդհանրապես մեր Մարգարիտայից հետո էլ ոչի բան ասել չի նոտև այնքան հորդում է Իրանից այդքան բարի ամեն ինչը ցանկությունները միանում եմ եւ այո կարոտել էինք որովհետեւ մենք բոլորս ձեզ արդեն լսել ենք գնահատել ենք եւ ուրախ ենք որ դուք էլի այստեղ եք մեզ հետ ապրեք շնորհակալություն, Հասմիկ Կարպետյան, Շատ լավն եք եւ շատ լուսավոր թող որ ձեր երազանքները արևը կատարի շնորհակալություն, Ինգա Աչակյան, Ուրախ եմ ձեզ ողջունել, ձեզ կանաչ ճանապարհ, մեծամեծ հաղթանակներ եւ ամենալավն ու բարին գրկում եմ ձեզ երկուսի տեղ։ Սլավա, Վիկա, արևի մարդիկ հենց դուք եք որ կաք ու արևային ջերմ տրամադրություն ստեղծեցիք, ապրեք, հասեք ձեր ընկերներին։ Հատիվի եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը, շարունակում է տոնական տրամադրությունը, կիսա եզրափակիչն է այս պահին եւ մեզ հյուր են եկել, մեզ շատ սիրելի, Վանիկ Մուրադյանը Քաղցրաշենից, Մարի Հարությունյանը Այնթափից եւ Մարգարիտա Արզումանյանը Մայրաքաղաք Երևանից։ Hello. But those walls are built, but baby they're tumbling down. And they ever put up a fight, they ever make a sound. I found a way to let you in, but I never really had a job. Standing in a lot of your hello, I've got my answer now. It's like I've been awakened. Every run and you're breaking in the risk that I'm taking. I am never gonna shut you up. Everywhere I look now, I'm surrounded by your regrets. Baby, I can feel your halo. You know you must say you ace. You're everything I need in my
Այսպիսի տրիո, այսպիսի hello, լսենք հարգարժան ժյուրի կարծիքը, Արա Գևորգյան։ Ապրեք երեխեք, որ մեզ հետ եք, շարունակում եք լինել երազանքի բեմում, ապրեք։ Շնորհակալություն, Մարգարիտ Խաչատրյան։ Վայելում եք բեմը ու ձեր մեջ այնքան կրակ կա, որ այս անգամ տոմսերը ես կառնեմ կգամ։ Շնորհակալություն, Հասմիկ Կարապետյան։ Բրավո, խայտարակ բարդ երգ կատարման համար կեցեք։ Շնորհակալություն։ Ինգա Արշակյան։ Ձեր տարիքի համար դուք չափազանց բարդ ստեղծագործություններ եք ընտրում եւ բրավո, այն կարողացաք կատարել հրաշալի։ Շնորհակալություն։ Երազանքի բեմ նախագծի կիսա եզրափակիչ փուլն է եւ եկել է ճիշտ ժամանակը անցնելու մեր մրցութային հատվածին։ Այս անգամ մեր հարգարժան ժյուրին պետք է լսի քարյակի կատարումները եւ դնի իր գնահատականները։ Իսկ մենք կամփոփենք վերջում եւ կհասկանանք, թե որ երիակն է անցնում եզրափակիչ։ Այս պայն կվայելենք Ալեն Գոքոյանի կատարումը, որ նվիրված է իր քույրիկին։ Ալեն Գոքոյան, Գյուղ Սարուխան, Մարզ Գեղարքունիք։ Ես Ալեն Գոքոյանն եմ։ Մասնակցում եմ Երազանքի բեմ նախագծին, որովհետև սա մեծ հնարավորություն է ներկայանալ որպես արտիստ եւ մի քայլով մոտենալ մեծ երազանքի։
Ալեն Գոքոյան, Գյուղսարուխան։ Ողջ ելույթի ընթացքում նայում էի, թե Ալենը ուր էր նայում ու հասկացա, քույրիկին էր նայում։ Բարձր ծափարեն քույրիկին այստեղ ներկա է քույրիկը։ Եվ իհարկե լսենք հարգարժան ժյուրիի կարծիքը։ Հասմիկ Կարապետյան, Հուզեցիր ինձ շատ, ապրես։ Շնորհակալ եմ։ Այնքան սիրով էիր կատարում, ես նույնիսկ իմ երեխաներին պատկերացրեցի, ուզեցի, որ Գրիգորս մեծանա իր քույրիկի մասին երգի։ Շնորհակալություն։ ամենական գնահատականը հենց հուզմունքն է, շնորհակալ ենք անչափ։ Մարգարիտ Խաչատրյան, Սիրում եմ այդ տղա։ Շնորհակալություն։ Ոայ։ շնորհակալ ենք Ինգա Աշակյան։ Ես իմ քույրիկին կարոտեցի։ Եկեք ջերմագին բարևներ ուղարկենք նրան։ Շնորհակալ եմ։ Կարծում եմ, որ յուրաքանչյուրիս համար ամենաթանկ մարդը դա մեր քույրն է, եղբայրը, ծնողները, ովքեր մեր կողքին են ամեն վարքյան եւ ամեն րոպե եւ ուրախանում են եւ տխրում են մեզ հետ հավասարապես։ Շնորհակալություն քո հուզիչ կատարման համար, վոկալ գերազանց կատարման համար եւ քո մարդ տեսակի համար, այնքան համեստ ես, այնքան ջենտլմեն ես եւ իսկապես տղամարդ։ Շնորհակալ եմ քեզ։ Շնորհակալություն Արա Գևորգյան։ Այս երգը ես կցանկանամ, որ երգեն երեխաները, որտեվ այսօրվանից ես հասկացա, որ այս երգը իր մեջ կրում է մեծ ազնվություն, դաստիարակություն, սեր դեպի քույրիկը, տեսաշարը եւ քո երգը այնքան հուզիչ էր եւ դաստիարակչական։ Այո, այս երգը այսուհետև թող երգեն փոքրերը, որպեսի դա լինի վարակիչ բոլորի համար։ Սիրեք ձեր քույրիկներին։ Շնորհակալություն։ Անչափ շնորհակալ ենք Ալեն, ճիշտ ժամանակն է գնաս ու քրոջդ գրկես հենց այս պահին։ Ես էլ օգտվելով առիթից ողջունում իմ քույրիկներին, Ալազարը, ես ձեզ շատ սիրում եմ։ Այս պահին բեմում Անահիտ Գալստյանն է, մայրաքաղաք Երևան։ Ես Անահիտ Գալստյանն եմ, մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որպեսզի մեծ փորձ ձեռք բերեմ եւ ծածանեմ հայկական դրոշը միջազգային մեծ բեմերում։ Who told you to hide behind a veil? Who told you to get out of the way? Don't you let them steal your dreams. Feel the courage, speed your wings and breathe. Keep the faith. Keep the faith. Remember you're not alone. Hold my hands and come along. You keep the faith. Keep the faith. Don't let nobody turn you down, even if the world is rough. Who told you that I reached a point with no regrets? Who told you that my life it's a book of fairy tales? I have lost many times.
Անահիտ Գալստյան, Երևան, Հասմիկ Կարապետյան, Անահիտ ջան, մի բան քեզ ասեմ, արդեն երկրորդ ելույթդ լսում եմ, ինչ որ որոշակի կարծիք կարող եմ իրավունք վերապահել հայտնելու, ուրեմն ինձ մոտ այնպիսի տպավորություն է, որ դու չափազանց շատ ես մտածում եւ մտահոգվում երգեցողությանդ մասին, ինչի հաշվին կորում է մի քիչ էներգետիկ դաշտը, այսինքն մի քիչ փակում է դա քեզ, ես զգում եմ, որ դու երգելուց ելույթի ընթացքում մտածում ես ավելին, քան պետք է երգեցողությանդ մասին։ Ջանիկս, սիրունս, մի մտածի այդքան, որտեվ դա քեզ թույլ կտա, որ մենք զգանք քո ներաշխարհը ավելի։ Չգիտեմ, եթե համամիտ եք ինձ հետ թե ոչ, կխոսեն հիմա մյուս անդամները ժյուրիի կհասկանանք, բայց ես ուզում եմ ազատվես դու ավելի։ Անընդհատ ուզում եմ քեզ ազատեմ այդ կապանքներից։ Շատ մի մտածի, դու շատ լավ ձայնային տվյալներ ունես, հիասքանչ ելույթ ունեցար, խնդրում եմ ազատվիր դրանից։ Ամեն ինչ շատ լավ է։ Շատ մի մտածի։ Ես ճիշտ էի, մի մտածի, դու շատ լավ ես երգում եւ ոչ մեկի ապացուցելու բան չունես։ Սիրում եմ քեզ։ Շնորհակալություն։ Շնորհակալություն, Ինգա Արշակյան։ Այն, որ այս բեմի վրա ես գտնվում եւ այսքան ջերմ հանդիսատես, որ քեզ ծափահարում է, դու արդեն գրավել ես նրանց սրտերը։ Դու ապացուցելու ոչինչ չունես։ Միանշանք։ Հոգիդ բացի, սիրտդ բացի, ձայն ցույց տալու պետքություն չունես։ Բրավո, բրավո։ Շնորհակալություն։ Արա Գևորգյան։ Ես կարծում եմ Անահիտը հիանալի երգեց, ապրես, բայց ես ուզում եմ համաձայնությունս հայտնեմ գոլեգաներին, միևնույն ժամանակ ասել, որ բեմը հարթակի վրա կանգնած տեսնում եմ ապագա հիանալի երգչուհու եւ այս մրցույթ գնահատականը որևէ դեր քո կյանքում չի կարող խաղալ։ Դու արդեն պրոֆեսիոնալ մեծ բեմահարտակի արժանի երգչուհի ես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն Մարգարիտ Խաչատրյան։ Անահիտ ջան, այնքան երկար ճանապարհ ենք անցել եւ միշտ ես փայլել, այսօր նույնպես փայլում ես։ Ինչն է պատճառը։ Քո այն հանդուգն, այսպես վստահ միշտ եկել ես, հայլեցել ես բեմը, գնացել ես, հրաշալի երգեցիր։ Ոչ մի ներքին զգացողություն թող քեզ չխանգարի, վստահ եղի, դու արդեն կայացած երգչուհի ես։ Շնորհակալություն։ Ապրես։ Իրականում նախագիծը հենց սրանով է հետաքրքիր, որ մենք հուզվում ենք, մենք բեմի վրա ապրում ենք, մենք սայթակում ենք, մենք ոտքի ենք կանգնում, եւ սա իրականություն է, սա ազնվություն է, սա անկեղծություն է։ Անահիտ ջան, հասիր քո ընկերներին, ու թող որ այս հուզմունքը լինի միայն ուրախության ու դեպի առաջ գնալու, երազանքի հետևից գնալու մեծ ճանապարհի սկիզբ։ Երազանքի բեմ նախագծում կիսա եզրափակիչն է, նրանք 4-ն են յուրահատուկ ձեռագրով, գույնով, տեմբրով, էությամբ ու զգացողությամբ։ Այս պահին տեղափոխվում ենք Շիրակի մարզ, քաղաք Գյումրի, Անգելինա Ղանդիլյանն է, երազանքի բեմում։ Ես Անգելինա Ղանդիլյանն եմ, երազանքի բեմ նախագծին մասնակցում եմ, որպեսզի պատմեմ իմ զգացմունքների մասին, դիպչեմ ձեր հոգիներին ու սաուն քայլերով գնամ դեպի երազանք տանող ուղի։ I can't forget this evening on your faces you were leaving, but I guess that's just the way the story goes. You always smile, but in your eyes you're so assured. Yes, it shows. Well, I can't forget tomorrow when I think of all my sorrow. When I had you there, but then I let you go. Now it's only fair that I should let you know what you should know. I can't make one reminisce about you. Can't make
just the way the story goes. Now it's only fair that your soul shows. Yes, it shows. Անգելինա Ղանդիլյան, Շիրակի մարզ քաղաք Գյումրի։ Լսենք հարգարժան ժյուրի կարծիքը։ Մարգարիտ Խաչատրյան։ Ամեն մի բջջի մակարդակով փշաքաղվել եմ, անկեղծ եմ ասում։ Խելքս գնում է քո համար։ Շնորհակալություն, Արա Գևորգյան։ Անգելինայից ես շատ ավելին էի սպասում։ Ներքևում նոտաները մաքուր չէին, վերևում փայլում ես, կարող է իր դիապազոնի հետ կապված, տոնայնության հետ կապված խնդիր նախանգարում։ Միևնույնն է, ինքը էլի կասեմ, որ հրաշալի երգչուհի է, ապագայում լավ երգչուհի, երգերի ճիշտ ընտրությունը միայն դա է պատճառը, որ ինչ-որ մի բան խանգարում է, ուրեմն երգը ճիշտ չի ընտրված երգչու համար։ Չնայած Անգելինան հաղթահարեց Մրայա Քերի այդ բոլոր մելիզները իր չափով, բայց հաղթահարեց, ապրես, դու հրաշալի երգչուհի ես եւ ապագայում քեզ տեսնելու ենք մեծ վեմերի վրա։ Ես չեմ կասկածում։ Շնորհակալություն Հասմիկ Կարապետյան։ Մոտենում ենք եզրափակչին, բնականաբար երեխաները էլ ավելի են լարվում, ես մոտ 30 տարի բեմում եմ, բայց մինչ օրս ես լարվում եմ։ Այսինքն այնքան բնականon է դա եւ նշանակում է այս բալիկները վերապրում են իրենց ելույթները։ Դրա համար ես հուզմունքին այլևս ինքս ինձ խոստացա ուշադրություն չդարձնել, որպեսզի ավելի այդպես շատ չսպասեմ երեխաներից։ Անգելինան ապացուցել է բազմիցս, որ ինքը իրոք կայացած երգչուհի է 12 տարեկանում Միրայա Քերի այս ստեղծագործությունը այդքան համարձակություն ունենալ եւ կատարել, դա արդեն իսկ հաղթանակ է։ Մնացածը մանրուքներ են, որոնք ժամանակի հարց են։ Բրավո Անգելինա ջան, բրավո։ Շնորհակալություն Ինգա Արշակյան։ Բոլորը սպասում են ամեն մասնակցից հաղթանակ։ Ես ուզում եմ, որ դուք ուղակի վայելեք այս ժամանակը։ Մի դրեք ձեր վրա այն պարտավորությունը, որ ես պիտի հաղթեմ։ Բոլորովին, այո, դուք արդեն հաղթել եք այն ջերմ ծափահարությունները եւ այն հաճույքը, որ պատճառում եք բոլորիս։ Պարզապես վայելեք։ Ուզում եմ նշել, որ ես էլ երկար մտածում եի կիսաեզրափակչին ինչ երգեր ընտրել, ինչպես ներկայանան երեխաները եւ այս պարագայում 4 մասնակիցն էլ ինքն է ընտրել այն երգը, որով ներկայանալու է։ Սա էլ էր մի տարբերակ, որ երևի թե պետք է չհուզվեին եւ իրենց ընտրած երգը կատարեին։ Որևէ բեմադրություն հատուկ չի արվել, որպեսզի բեմում լինեն միայնակ, առանց օգնող հանգամանքների եւ զգան բեմը ու լինեն հանգիստ, բայց արի ուտես ամեն դեպքում կիսաեզրափակիչ եւ լարվածությունն ու հուզմունքը կա։ Հաթիրի եթերում շարունակում է երազանքի բեմ նախագիծը։ Բեմում է Արման Հայրյանը, մայրս։ Ես Արման Հայրյանն եմ։ Մասնակցում եմ երազանքի բեմ նախագծին, որովհետև այս բեմը հիմա իմ երազանքն է։ Իմ Արցախի ձայնն է, տեղահանված, բայց չլռած։
իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, տանս ճրակն էիր, և ծուխն էիր տանս, քոնը իմն էր, իմը քոնը, հավիտյանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, իմ տերությունն էիր, և իմ երկիրն էիր, նուլիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Իմ կյանքի գինն էիր, իմ ծիրկաթինն էիր, դու իմ բաժինն էիր, և իմ բագինն էիր, խառնված էիր, դու շնչին իմ էությանս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանը, իմ տերությունն էիր, և իմ երկիրն էիր, լեռում նուլիրն էիր, ճակատագիրն էիր, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս։ Մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Հայաստանս, մայրս, մայրս, դու իմ միակն էիր, ինչպես Արման Հայրեն։ Արմանը երութից առաջ ինձ մոտեցավ, ասեց շատ եմ խնդրում, կլինի մայրիկս մեջտեղում լինի, շատ եմ ուզում իրեն երգել։ Մայրիկ երազիկ։ Իսկ իրականում բարձր ծափեր հղենք բոլոր մայրերին, բոլոր, աշխարհի բոլոր մայրերին, հերոսացին մայրերին։ Ապրես Արման, լսենք հարգարժան ժյուրի կարծիքը։ Փոքրինչ ուզված եմ կներեք։ Այնքան կարևոր թեմա է մայրը։
Եվ այդ սրբության մասին երգելը շատ բարդ է, խեղդելով էմոցիաները եւ այդ բալանսի բերելը էմոցիաները եւ դա փոխանցել եւ հուզել։ Եվ առհասարակ կարևոր բաների մասին խոսում ենք շշուկով։ Եթե ուզում ենք հասնել հոգուն, խոսում ենք շշուկով, իսկ այդ տարիքում խոսել շշուկով եւ դուր ծեծել եւ այդ բացել եւ հուզել շոկի մեջ եմ։ Շնորհակալություն շատ։ Խոնարհումս իմ մայրիկին եւ խոնարհումս բոլոր մայրերին։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Դու այսօր ինձ ցնցեցի։ Ես զարմացած եմ, որ քո տարիքի տղան այս թեմայի շուրջ կարա այսքան արհեստավար խոսք ասի երգի միջոցով։ Արման ջան, շատ լավ ելույթ էր։ Հիացած եմ, դու ծնվել ես բեմի համար եւ ես ուզում եմ, որ այս հոգուտ, այս խորությունը գնալով էլ ավելանա։ Ուզում եմ քեզ բեմերում միշտ տեսնեմ։ Ապրես ջանիկս, ապրես։ Շնորհակալություն։ Շնորհակալություն։ Առաջի բառերից սկսեցի ես էլ հուզվել, դե վերջապես ասենք տղան արդեն մի քիչ ավելի պիտի պինդ լինեմ, բայց իր կատարումը իսկապես ինձ հուզեց։ Ես Սասուն Պասկևիչյանի այս հրաշալի երգը լսել էի Համլետ Գևորգյանի կատարմամբ, որը շատ հիանալի երգում է, բայց Արմանի կատարումը այսօր ինձ ապշեցրեց։ Ես չգիտեմ, սենց բան չէի լսել։ Ապրես։ Կարող ենք հանգիստ ապրել։ Մեզ ոչ մի բան չի սպառնում, որովհետև վերևն Աստված կա եւ տեսնում է ինչ գանձեր ունենք։ Այս տարիքում այնպես փոխանցեց սերը մոր հանդեպ։ Հասկացար ինչ է ուզում ասել։ Սիրում եմ։ Երազանքի բեմ նախագծի կիսա եզրափակիչն է եւ մեր հաղորդման երկրորդ հատվածը, երբ մենք անդրադառնում ենք առողջական խնդիրներ ունեցող, բայց աղանդավոր ու էությամբ յուրահատուկ մարդկանց։ Այս անգամ մեր հերոսը Գևորգն է Վանաձորից։ Իննամսականում Գևորգը սալմոնելոզով հիվանդացավ, թրաշքով փրկվեց, կարելի ասել, բժիշկը այդ ժամանակ մեզ ասեց, որ կփրկվի, միայն թե հետ կա մնալու, ես ասեցի ինչ ուզում ա լինի, ինքան փրկվի ու ստացվեց, որ հետ մնալը մտավորի վրա էր անդրադառնալու, հետևողական շատ, իրաբուժումները, ամեն ինչը տեղին, Տենց առաջ են գնացել ու երևի թե վատ չի եղել ամեն ինչը, արդյունքի մասին է խոսքը, որովհետև բժիշկը ասեց, որ ինքը ոչ կարդալ պետք է իմանար, ոչ գրել պետք է իմանար, բայց փառք Աստծո, Գևորգը գնացել է դպրոց, սովորական միջնակարգ դպրոց է գնացել, տարերը սովորեց, գրել, կարդալ, մարդկանց հետ շփվել։ Շատ եմ սիրում աշխատել ու սիրում եմ երգել։ Դպրոցական տարիներից երգեց, մեկ է տեսանք, որ լավ է ստացվում, բայց նոտա չգիտի, երաժշտական ոչ մի կրթություն չունի, էլի։ Ինքնուս եմ սովորել, առանց որևիցե միտեղ սովորելու։ Սիրած երգիչը Սարաբոյ Սպիրյանն է, իսկ սիրած երգչուհին Հասմիկ Կարապետյանը։ Ինձ համար ամենաարժեքավորը դա իմ ընտանիքի անդամներն են։
կդառնամ ու իմ գիրկը քեզ կառնեմ կփարվեմ վախենում եմ կարոտը շառնեմ քեզ խլել են թալանել են կալանել են քո վանքերը ավիրել են տուն իմ հայրենի խաչքարերը տարթունքներով կլվանան աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնամ խաչքարերը տարթունքներով կլվանան աղաչում եմ կանչիր թույլ տուր տուն դառնամ Դու դարձել ես օտարի գերի Որդիները դգերի օտարին Քո տակ սրտում սառույցներ են գոյացել քարացել գարունները տաշուն են դարձել Ես խլել են թալանել են կալանել են Քո վանքերը ավիրել են տուն իմ հայրենի խաչքարերը տարցունքներով կլվանան աղաչում եմ կանչի թույլ տուր տուն դառնամ աղաչում եմ կանչի թույլ տուր տուն դառնամ Ես ուզում եմ պատմել Գևորգի պատմությունը, երբ կապ հաստատեցի նրա մայրիկի հետ ու ասեցի, որ ցանկություն եմ հայտնում, որ Գևորգը անպայման մասնակցի մեր նախագծին, մայրիկը ասեց, հավատս չի գալիս, Գևորգը գիտի ձեր բոլոր հաղորդումները, նայել է 10 հաղորդում եւ ասում է ոնց, իսկապես ես երազանքի բեմում եմ լինելու։ Ինչպես 11-ն էլ եմ նայել 11-ն էլ նայել։ Գևորգը գիտեր մեր հաղորդման մասին ամեն ինչ եւ ասեց իսկապես ես լինելու եմ երազանքի բեմում Գևորգ դու լինելու ես երազանքի բեմում Լսենք հարգարժան ժյուրիի կարծիքը Մարգարիտ Խաչատրյան Երկի ընտրությունը էլի մինչև սրտիս խորքերը հուզեցիր եւ ամեն անգամ մենք ասում ենք այն մասին հավասար մի բան էլ ավել տաղանդավոր է եւ Շնորհակալություն։ Ձեզ շնորհակ։ Արա Գևորգյան։ Երգը ինքնին շատ հրաշալի երգ է եւ քո կատարումն էլ այդ ամեն հուզմունք ես այդ քո էմոցիաները ես ստացա նվիրվածությունը հայրենիքին ինչպես ես դու կարողանում այդ ամեն ինչը վերարտադրել քո ներսից եւ հուզել բոլորիս եւ դրա համար միայն կասեմ ապրես շնորհակալություն Վասետ Շնորհակալություն վարպետ Ինգա Արշակյան Գևորգ ջան, այնքան խիզախ ամուր կանգնած ես բեմի վրա, կարծես այս բեմը քեզ համար ստեղծված լինի։ Շնորհակալություն հրաշալի կատարմանդ համար, բայց մի հատ հարց ունեմ։ Երազանքիդ մի փոքր հատված կատարվեց։ Այո։ Հասմիկ Կարապետյան, Դու չես ամաչում, դու բարդույթներ չունես, ազատ ես։ Դու հավատում ես այս ամեն ինչին, այնքան ուժեղ տղա ես դու։ Կեցես, ապրես, առողջ լինես ու միշտ ես քեզ տեսնեմ քո երազանքների։ Շնորհակալություն Հասմիկ Կարա։ Ջանա, ձերքում եմ։ Մեր հաղորդման գլխավոր հովանավորի կողմից փոքրիկ անակնկալ քեզ համար Գևորգ ջան, ապրես։ Շնորհակալություն հովանավորին։ Երազանքի բեմ նախագծի գլխավոր հովանավորն է Իջևանի գինու կոնյակի գործարանը, որը հայտնի է իր բարձրորակ գինիներով, զանազան պահածոներով եւ բնական հյութերով։ Գործարանը համադրում է ավանդույթն ու նորարարությունը, օգտագործելով Տավուշի մարզի բերքարատ բնության պարգևները։ Այսօր Իջևանը հանդիսանում է Հայաստանի առաջատար արտադրողներից մեկը, իր արտադրանքը ներկայացնելով տեղական եւ միջազգային շուկաներում։
Իջևանի գին ու կոնյակի գործարանը հպարտությամբ կանգնած է երազանքի բեմ նախագծի կողքին։ HTV եթերում երազանքի բեմ նախագծի կիսա եզրափակիչ փուլն է։ Ընդամենը րոպեներ անց մենք կիմանանք, թե ով է անցնում եզրափակիչ փուլ։ Եվ այսպես ես կսկսեմ այն անուններից, ովքեր անցնում են։ Հիմա ասում ես ովքեր են մնում։ Այո, ովքեր անցնում են եզրափակիչ։ Եզրափակիչ փուլ անցնում է Արման Հայրյանը։ Երեք հետաքրքիր գույն, երեք հետաքրքիր ոճ, հուզականություն, էմոցիա, ռոմանտիզմ, Սարուխան, Երևան, Գյումրի, ով է հաջորդը, ով է այն հաջողակը, ով անցնում է եզրափակիչ։ Եզրափակչում է մի աղջնակ, ում անունն է Անգելինա Ղանդիլյան։ Դժվարի պահ ինձ համար, յուրաքանչյուրն իսկապես ուրույն տեղն ունի իմ սրտում, ու դուք անցել եք մեծ ճանապարհ, փորձուբորդ դժվարություններով, ու սա ձեր կյանքի համար իսկապես մեծ փորձ է լինելու դեպի իրական մեծ բեմեր։ Ալեն թե Անահիտ, Սարուխան թե Երևան, ով է անցնում եզրափակիչ։ Եզրափակչում է Ալեն Գոգոյանը, Սարուխան։ Անահիտ ջան, ինչ կասես։ Ուզում եմ շնորհակալություն հայտնել երազանքի բեմ նախագծի բոլոր աշխատակիցներին, բոլոր աշխատող անձնակազմին։ Շնորհակալություն եմ ուզում հայտնել նաև ժյուրիի անդամներին, ճիշտ գնահատականների համար, ռեալ գնահատականների համար։ Կցանկանայի ռեալ գնահատականը նաև խոսքով լիներ, որ ռեալ խոսեին, որ իմանանք որտեղ ենք մենք սխալվում կամ որտեղ է մեր թյուրությունը։ Ուզում եմ համենայն դեպս ասել շնորհակալություն, որ այսքան փուլեր ես անցել եմ, շնորհակալություն ամեն ինչի համար, դուք դեռ կլսեք իմ մասին։ Քո մասին ոչ թե լսելու ենք, քեզ հələ շատ ենք տեսնելու, ու դրանում չենք կասկածում որևէ մեկը։ Նայի, ստեղ նստած են պրոֆեսիոնալ, իսկապես պրոֆեսիոնալ մարդիկ են նստած։ Եթե քո կյանքում մենք ինչ-որ հարցում, քո երկարվեստի ճանապարհին մենք մեր կարիքը կզգաս, մենք միշտ լինելու ենք քո կողքին։ Այդ իմացի։ Դրա համար մի տխրեք, ժողովուրդ, մի տխրեք։ Դուք հաղթել, վերջացրել եք արդեն։ Ստատ եմ ասում, պայացած եկչուհի եւ ամենակարևորը, սիրում ենք ես բալա։ Այսպիսին էր երազանքի բեմ նախագծի կիսա եզրափակիչը հույզերով լի, բայց իրական, անկեղծ, ազնիվ ու երազանքով։ Մեզ համար մեծագույն պատիվ է, որ կիսա եզրափակչում մեզ իր ներկայությամբ պատվել է մի արտիստուհի, ով յուրահատուկ է հայ երգարվեստում։ Ինգա Արշակյանն է երազանքի բեմում։
sais meus que toda a minha saudade foi por vontade de Deus. Que estranha forma de vida deste meu coração. Viva da viva perdida, ai, adoria condar. Que estranha forma de vida. Coração independente, coração quando vives perdido entre a gente, teimosamente sem grato, coração independente. Eu não te acompanho mais para deixa de bater. Se não sabes onde vais, porque teimas em correr, eu não te acompanho mais. Se não sabes onde vais, para deixa de bater, eu não te acompanho mais. Ֆանտաստիկ, յուրօրինակ, յուրահատուկ, կախարդական, աստվածային, Ինգա Արշակյան։ Դուք դիտում եք երազանքի բեմ նախագիծը, ATV եթերում երբեք մի դադարեք հավատալ երազանքներին, իսկ մենք կհանդիպենք արդեն եզրափակչում։